Մենք էլ վերջին ամիսների ընթացքում տեսել ենք զարգացումներ, որոնք այնուամենայնիվ նպատակ են հետապնդել հնարավորինս թույլատնելու ներկայիս իշխանությունների դիրքերը։ Նույն եկեղեցու ներգրավումը որպես այդպիսին, որը ոչ թե պետք է կրոնական համատեքստում դիտարկել, այլ պետք է դիտարկել իբրև անվտանգային խնդիր, այն նույն շղթային, որ հիբրիդային, այսպես ասած, գործիքակազմի այն շղթային, որը կիրառվել է Հայաստանի Հանրապետության դեմ, եկեղեցին թերևս ամենակարևոր եւ ամենամեծ շղթայի հատվածներից մեկն է իրեն իբրև դիրքավորել, թեպետ կարծում եմ իրավիճակը այս իմաստով նույնպես փոփոխությունների կենթարկվի, որովհետեւ եթե հաշվի առնենք, որ նույն հայաստանյաց թեմերից 13-ի առնվազն 7 թեմերի առաջնորդները եկեղեցուն պահանջ են ներկայացնում, նույն Կտրիչ Ներսիսյանի պահանջ են ներկայացնում, որ նա հեռանա, 3-ը պահից դրությամբ տարատեսակ մեղադրանքներով գտնվում են քրեակատարողական հիմնարկներում, ստացվում է Կտրիչ Ներսիսյանը Հայաստանի Հանրապետության ներսում ունի ընդամենը 3 անմիջական, այսպես ասենք, գործընկեր, ովքեր պահից դրությամբ դեռ չեն միացել այն շարժմանը, որին միացել են 7 հայաստանյաց թեմերի առաջնորդներ, 3 արդեն 4, եթե չեմ սխալվում, որովհետև Շվեյցարիայի թեմի առաջնորդն էլ միացավ, ու կարծում եմ այս գործընթացը դեռևս կունենա որոշակի զարգացումներ։